Ողջույն բոլորին, ես Հարություն Մինասյանն եմ և USR Media YouTube-յան ալիքում ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երեկ ուշ երեկոյան և այսօր առավոտյան տեղի ունեցած կարևոր իրադարձությունները ու սկսենք Միչիգանից, այստեղ ավելի քան 100 ավտոմեքենա են բախվել կամ դուրս եկել միջպետական ավտոճանապարհից։ Զանգվածային շղթայական վթարի պատճառով Միչիգանի նահանգային ոստիկանությունը երկար ժամանակ փակել էր միջպետական 196 ավտոճանապարհի երկու ուղղությունները Grand Rapids քաղաքից հարավ-արևմուտք ընկած հատվածում։ Մաքրման աշխատանքների ընթացքում ճանապարհից դուրս են բերվել բոլոր մեքենաներն, այդ թվում ավելի քան 30 բեռնատար կցասայլով։ Ոստիկանության տվյալներով կան բազմաթիվ վիրավորներ, սակայն մահվան դեպքեր չեն արձանագրվել բարեբախտաբար։ Վթարի ականատեսները պատմել են, որ գրեթե չեն տեսել առջևում ընթացող մեքենաները, քանի որ ուժեղ քամին ձյունը քշում էր ճանապարհի վրա։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացումներ է տարածել կապված սրտի և ձմեռային փոթորիկների վտանգի հետ, սկսած հյուսիսային Մինեսոթայից մինչև Վիսկոնսին, Ինդիանա, Օհայո, Փենսիլվանիա և Նյու Յորք։ Մեկ օր առաջ ձյուն էր տեղացել նույնիսկ Ֆլորիդայի Պենհենդլ շրջանում և դժվարացրել էր ֆուտբոլիստների խաղը Մասաչուսեթսում և Չիկագոյում անցկացվող փլեյօֆ խաղերի ժամանակ։ Միացյալ Նահանգների դաշնային դատավորը մերժել է ժամանակավորապես արգելափակել Թրամփի վարչակազմի նոր քաղաքականությունը, ըստ որի կոնգրեսի անդամները պարտավոր են առնվազն 7 օր առաջ տեղեկացնել ներգաղթային կալանավայրեր այցելելու իրենց մտադրության մասին։ Վաշինգտոնի շրջանային դատարանի դատավոր Ջիակոբը եզրակացրել է, որ ներքին անվտանգության նախարարությունը չի խախտել ավելի վաղ կայացված դատարանի որոշումը, երբ վերականգնել է կոնգրեսի վերահսկողական այցերի համար 7-օրյա նախնական ծանուցման պահանջը միգրացիայի և մաքսային վերահսկողության ծառայության այսի հաստատություններում։ Դատավորը շեշտել է, որ իր որոշումն էլ չի վերաբերում այն հարցին, թե արդյոք նոր քաղաքականությունը օրինական է, թե ոչ։ Նրա խոսքով դեմոկրատ կոնգրեսականների ներկայացուցիչ փաստաբանները պարզապես ընտրել են սխալ իրավական ընթացակարգ այն վիճարկելու համար։ Կոբը նաև նշել է, որ հունվարի 8-ին ընդունված քաղաքականությունը հանդիսանում է նոր վարչական գործողություն և չի ընկնում ավելի վաղ կայացրած դատարանի որոշման շրջանակում։ Դատավորի միջամտությունը պահանջվել էր այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին Մինեսոթայից 3 դեմոկրատ կոնգրեսականներ Իլհան Օմարին, Քելի Մորիսոնին և Էնջի Քրեյգանին չէին թույլ տվել այցելել Մինեապոլիսի մոտ գտնվող այսի կալանավայր։ Միաժամանակ ևս 12 դեմոկրատ կոնգրեսականներ Վաշինգտոնում առանձին հայց են ներկայացրել, մեղադրելով Թրամփի վարչակազմին այսի կալանավայրերի նկատմամբ օրենսդրական վերահսկողությունը խոչընդոտելու մեջ զանգվածային ներգաղթային գործողությունների ֆոնին։ Հիշեցնեմ, որ պետք չէ մոռանալ բաժանորդագրվել ալիքին, այն մեզ համար շատ կարևոր է և խնդրանքս է, եթե գնահատում եք մեր աշխատանքը անպայման լայք դրեք լուրերին։ Շարունակենք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, արտաքին քաղաքականությանը, ՆԱՏՕ-ին, Գրենլանդիայի հարցին, Նոբելյան խաղաղության մրցանակին և առաջիկա Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Ելույթ ունենալով սպորտային խաղից հետո Թրամփը նախ շնորհավորել է Ինդիանայի թիմին, խաղը որակելով բարձր մակարդակի։ Ապա նախագահը նշել է, որ Դավոսում իր հիմնական ուղերձը լինելու այն, թե որքան հաջող է ներկայում գործում Միացյալ Նահանգների տնտեսությունը։ Անդրադառնալով Նոբելյան խաղաղության մրցանակի թեմային, Թրամփը հայտարարել է, որ իրեն այն չի հետաքրքրում։ Նա պնդել է, որ նորվեգյան փաստացի վերահսկում է մրցանակի շնորհումը և ընդգծել, որ իր համար առաջնահերթը կյանքեր փրկելն է։ Նրա խոսքով ինքը կանգնեցրել է 8 պատերազմ և հնարավոր է մոտ ապագայում կանգնեցվի նաև 9-րդը։ Նախագահը կրկնել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ, հայտարարելով, որ այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Թրամփը հաստատել է, որ աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրավիրված են միջոցառումների։ Նա հայտարարել է, որ առաջիկա Դավոսը լինելու է շատ հետաքրքիր։ Եզրափակելով նախագահը նշել է, որ իր առաջին տարին նախագահի պաշտոնում եղել է աննախադեպ հաջող և ընդգծել, որ երկիրը դուրս է եկել բաց սահմանների, բարձր գնաճի և տնտեսական անկման փուլից, վերածվելով աշխարհի ամենաթեժ տնտեսություններից մեկի։ Արդեն այսօր Սպիտակ տանը պաշտոնավարման մեկամյակի առիթով հանդիպում է եղել Դոնալդ Թրամփի և մամուլի ներկայացուցիչների միջև, որն ամբողջական թարգմանությամբ օրվա ընթացքում կգտնեք մեր ալիքում։ Եվ շարունակենք էլի նախագահի թեմայով, Թրամփը սպառնացել է մինչև 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա։ Այդ հայտարարությունը դիտարկվում է որպես ճնշում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ, նրան ստիպելու միանալ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին։ Թրամփի նախաձեռնությունը նախատեսում է սկզբում կենտրոնանալ Գազայի իրավիճակի վրա, այնուհետև ընդլայնվել
այլ միջազգային հակամարտությունների ուղղությամբ։ Սակայն այդ գաղափարը հարցեր է առաջացրել ՄԱԿ-ի հնարավոր դերակատարության և միջազգային իրավական մեխանիզմների շրջանցման վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահի մերձավոր աղբյուրներից մեկի փոխանցմամբ Էմանուել Մակրոնը մտադիր է մերժել Թրամփի հրավերը։ Այդ կապակցությամբ Թրամփը կտրուկ է արձագանքել, հայտարարելով, որ Մակրոնը իր խոսքով շուտով այլևս պաշտոնում էլ չի լինի։ Նախագահը հավելել է, որ եթե Ֆրանսիան թշնամական դիրքորոշում ցուցաբերի, ինքը կսահմանի 200% մաքսատուրք, ինչից հետո իր պնդմամբ Մակրոնը կմիանա նախաձեռնությանը։ Էմանուել Մակրոնը մեկօրյա այցով շվեյցարական Դավոսում է և նրա աշխատակազմը հայտնել է, որ նախատեսված չէ այցի երկարաձգում չորեքշաբթի օրվա համար, երբ Դավոս է ժամանելու ԱՄՆ նախագահ Թրամփը։ Լարվածությունը սրվել է նաև այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակել է Մակրոնի անձնական հաղորդագրություններից մեկը, որտեղ Ֆրանսիայի նախագահը նշում էր, որ չի հասկանում Թրամփի գործողությունները Գրենլանդիայի հարցում։ Ներկայումս Եվրամիությունից ԱՄՆ արտահանվող գինիներն ու ոգելից խմիչքները ենթակա են 15% մաքսատուրքի։ Ֆրանսիան երկար ժամանակ լոբինգ է իրականացնում այդ տոկոսադրույքը զրոյին հասցնելու համար։ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի գինիների և ոգելից խմիչքների ամենախոշոր շուկան է։ Միայն 2024 թվականին արտահանման ծավալը կազմել էր մոտ 4.4 միլիարդ դոլար։ Իդեպ, ինչու չեմ նշում 2025, որովհետև դեռևս տվյալները հասանելի չեն։ Ֆրանսիայի նախագահը ելույթ ունենալով Դավոսում նախազգուշացրել է, որ աշխարհը մտնում է խորացող անկայունության և անհավասարակշռության փուլ։ Նրա խոսքով միջազգային համակարգը կանգնած է լուրջ փորձության առաջ, շեղվելով ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ։ Ելույթում նաև շեշտվել է, որ աշխարհը շարժվում է դեպի կանոններից զուրկ համակարգ, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվում է, իսկ որոշիչը դառնում է ուժեղի իրավունքը։ Նրա խոսքով կրկինի հայտ են գալիս կայսերական հավակնություններ, իսկ հակամարտությունները շարունակվում են դեռևս Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել նաև համատեղ գլոբալ կառավարման թուլացման կապակցությամբ, նշելով, որ առանց արդյունավետ համագործակցության մրցակցությունը փոխարինում է համագործակցությանը։ Այդ համատեքստում նա քննադատել է Միացյալ Նահանգների առևտրային քաղաքականությունը, այն բնութագրելով որպես եվրոպական շահերը թուլացնող և նոր մաքսատուրքերի միջոցով ճնշում գործադրող մոտեցում։ Նրա խոսքով, հատկապես անընդունելի է, երբ մաքսատուրքերն օգտագործվում են որպես լծակ տարածքային ինքնիշխանության դեմ։ ԱՄՆ նախագահի քննադատությունները շարունակական են։ Նախագահ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել արդեն Մեծ Բրիտանիայի որոշումը Չագոսի կղզիների ինքնիշխանությունը փոխանցելու Մավրիկիոսին, այն որակելով որպես ամբողջական թուլություն և մեծագույն հիմարություն։ Թրամփը True Social հարթակում գրել է, որ այդ գործարքը ներառում է նաև ռազմավարական կարևորություն ունեցող Դիեգո Գարսիա կղզին, որտեղ տեղակայված է ԱՄՆ Մեծ Բրիտանիա համատեղ ռազմաօդային բազան։ Նրա խոսքով կղզին հանձնվում է առանց որևէ պատճառի և կասկած չկա, որ այդ քայլը ուշադրության կենտրոնում է հայտնվել Չինաստանի և Ռուսաստանի կողմից։ Նախորդ տարի Մեծ Բրիտանիան համաձայնել էր Հնդկական օվկիանոսի Չագոսի կղզախմբի ինքնիշխանությունը փոխանցել Մավրիկիոսին, միաժամանակ պահպանելով վերահսկողությունը Դիեգո Գարսիա ռազմաբազայի նկատմամբ 99 տարվա վարձակալական պայմանագրով։ Այդ բազան վերջին տարիներին օգտագործվել է Եմենում հութիների թիրախների դեմ հարվածների, ինչպես նաև Գազա մարդասիրական առաքելությունների համար։ 1960-70-ականներին ավելի քան 2000 տեղաբնակ չագոսիներ բռնի տեղահանվել էին բազայի ստեղծման նպատակով։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը արձագանքելով Թրամփի հայտարարություններին նշել է, որ ինքնիշխանության վերաբերյալ գործարքը կնքվել է ազգային անվտանգության նկատառումներով։ Պաշտոնական Լոնդոնի խոսքով դատական որոշումները վտանգի տակ էին դրել Դիեգո Գարսիա բազայի ապագա գործունեությունը։ Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները նախկինում աջակցել էր այդ համաձայնագրին։ Մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Թրամփը հավանություն է տվել այդ իր բնորոշմամբ մոնումենտալ ձեռքբերմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, որը նախկինում կառուցել էր կայուն հարաբերություններ Թրամփի հետ, հրապարակավ դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահի մտադրությանը ցանկացած միջոցով վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու նպատակով։ Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել պահպանել զսպվածություն, վարել հանգիստ երկխոսություն և խուսափել առևտրային պատերազմի սրումից, միաժամանակ ընդգծելով դաշնակցային հարաբերությունների հարգման անհրաժեշտությունը։ Այս թեմայի շարունակությամբ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ Սպիտակ տան վերջին ուղերձներից մտահոգ եվրոպացիներին։ Նահանգապետը քննադատել է համաշխարհային առաջնորդներին, նրանց մեղադրելով սկզբունքների բացակայության և քաղաքական երկերասանության մեջ։ Ժամանակն է կանգնել ուղիղ, ամուր և միասնական, ժամանակն է ողնաշար ունենալ, հայտարարել է Գևին Նյուսոմը, ընդգծելով, որ նույն վարքագիծը տեսել է նաև ԱՄՆ-ում, երբ օրենսդիրները մի բան են գրում
հաղորդագրություններում կամ սոցիալական ցանցերում, իսկ հանրային ասում այլ բան։ Նյուսոմը միջազգային հանրության վարքագիծը որակել է խայտառակ եւ ամոթալի։ Նրա խոսքով որոշ առաջնորդներ պսակներ են բաժանում, նոբելյան մրցանակներ տալիս, մինչդեռ իրականում թույլ են տալիս իրենց խաղացնել։ Նա նշել է, որ եվրոպացիները սխալմամբ դա համարում են դիվանագիտություն։ Դա դիվանագիտություն չէ Դոնալդ Թրամփի հետ, նա տիրանոզավր է, կամ դու համակերպվում ես նրա հետ, կամ նա քեզ կուլ է տալիս, ասել է նահանգապետը։ Ներկայացուցիչների պալատի եւ սենատի բյուջետային հանձնաժողովների ղեկավարները հրապարակել են վերջին 4 օրինագծերից բաղկացած փաթեթի, այսպես կոչված մինի բյուջետ տեքստը։ Փաթեթը նախատեսում է ֆինանսավորում պաշտպանության նախարարության, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների, կրթության, տրանսպորտի, բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման, ինչպես նաեւ ներքին անվտանգության նախարարության համար։ Սկզբում ներկայացուցիչների պալատը մտադիր էր չներառել ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը Մինեապոլիսում այս աշխատակցի կողմից Ռենե Գուդի սպանությունից հետո, սակայն այդ բաժինը կրկին ընդգրկվել է փաթեթում։ Դեմոկրատները սպառնացել էին չաջակցել ֆինանսավորմանը, եթե այն չներառի այսի բարեփոխումներ։ Սենատոր Փեթի Մյուրելը հայտարարել է, որ դեմոկրատներին հաջողվել է սահմանափակել հանրապետականների պահանջները։ Նրա խոսքով օրինագիծը կրճատում է այսի կալանավայրերի բյուջեն եւ կարողությունները ավելի քան 1 միլիարդ դոլարով։ Նվազեցնում է սահմանապահ ծառայության բյուջեն, սահմանում է նոր սահմանափակումներ ներքին անվտանգության նախարարության ֆինանսական մանևրերի վրա եւ նախատեսում է 20 միլիոն դոլար ներգաղթային գործակալների համար մարմնի տեսախցիկների ձեռքբերման նպատակով։ Օրենսդիրները նաեւ նշել են, որ կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը կամ կառավարության փակումը չեն սահմանափակի այսի գործունեությունը, քանի որ նախորդ տարի արդեն հաստատված է եղել լրացուցիչ ֆինանսավորում։ Սպասվում է, որ ներկայացուցիչների պալատը կքվեարկի ֆինանսավորման օրինագծերի շուրջ մինչև շաբաթվա վերջ, որից հետո փաթեթը կուղարկվի սենատ։ Օրենսդիրներն ընդամենը մի քանի օր կունենան բոլոր 6 օրինագծերը հաստատելու համար մինչև հունվարի 30-ը, որպեսզի դրանք փոխանցվեն նախագահին ստորագրման համար։ Հակառակ դեպքում մենք կտեսնենք կառավարական հերթական շատդաունը։ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կանգնած է իր անկախության ամենամեծ փորձության առաջ վերջին երևի թե ավելի քան 1 տարի ընթացքում։ Վաղը Միացյալ Նահանգների Գերագույն դատանը կքննի մի գործ, որը կարող է վճռորոշ լինել, արդյոք նախագահը կարող է իր հայեցողությամբ պաշտոնանկ անել կենտրոնական բանկի որևէ կառավարչի, թե դաշնային պահուստային համակարգը կշարունակի մնալ քաղաքական ճնշումներից պաշտպանված, ինչպես ի սկզբանե նախատեսել էր կոնգրեսը։ Գործը ծագել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ անելու փորձի ժամանակ դաշնային պահուստային համակարգի կառավարիչներից Լիզա Քուքին։ Թրամփը նրան մեղադրում է հիփոթեկային վարկի դիմումի ժամանակ սխալ տեղեկատվություն ներկայացնելու մեջ։ Սակայն Քուքի նկատմամբ որևէ մեղադրանք պաշտոնապես դեռևս չի ներկայացվել, իսկ նա պնդում է, որ այդ մեղադրանքները պատրվակ են, նշելով, որ Թրամփը իրեն թիրախավորել է տոկոսադրույքների վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով։ Դատանի որոշումը ազդեցություն կունենա ոչ միայն տնտեսության, ներքին տնտեսության մասն է խոսքը, այլև ամբողջ աշխարհի վրա հաշվի առնելով դաշնային պահուստային համակարգի առանցքային դերը գլոբալ ֆինանսական համակարգի կառավարման գործում։ Դաշնային պահուստի կառավարիչը ըստ կոնգրեսի կարող է պաշտոնանկ արվել միայն այն դեպքում, եթե նա կատարել է հանցագործություն, չարաշահել է իր լիազորությունները կամ կատարել համարժեք ծանր խախտում։ Դաշնային պահուստային համակարգի մասին օրենքի համաձայն կառավարիչները կարող են հեռացվել միայն պատճառով, սակայն օրենքը երբեք հստակ չի սահմանել այդ հասկացությունը։ Սա հնարավորություն է տալիս վարչակազմին պնդելու, որ հենց նախագահն է որոշում, թե ինչն է համարվում բավարար պատճառ։ Իրավական փորձագետների կարծիքով Գերագույն դատանը կարող է սահմանել ավելի հստակ չափանիշ, պահանջելով լուրջ եւ ապացուցելի իրավախախտումների առկայություն։ Դա կարող է դիտվել որպես փոխզիջումային լուծում, որը թույլ կտա խուսափել դաշնային պահուստային համակարգի երկարամյա պաշտպանական մեխանիզմների ապամոնտաժումից։ Այս ժամի համար նախատեսել է այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Մեր հաջորդ լուրերը երեկոյան են, իսկ մինչև այդ ձեզ կտրամադրենք Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկամյակի ասուլիսը հայերեն թարգմանությամբ։ Մինչև երեկո, մինչև նոր հանդիպում, ամենակարևորը առողջ եղեք։